մի թագավոր, որ արդեն ծեր էր եւ պիտի հեռանար այս աշխարհից, կանչում է իր երկու զավակներին, չգիտեր ում վստահել իր թագավորությունը, որպեսզի իրպես խաղաղ եւ երջանիկ կյանք ապահովեր իր ժողովրդին։ Եվ ամեն մեկին 5 ոսկի է տալիս, ասելով, որ ով որ կարողանա այս սենյակը պետքական իրով կամ պետքական ինչ որ մի բանով լցնել այս սենյակը, թագավորությունը պիտի տամ իրեն։ Մինչև երեկոյան ասում է ժամը 8։ Եվ որ դուրս են գալիս ավագ որդին դաշտերով անցնելուց, տեսնում է, որ մարդիկ ճակնդեղ են հավաքում եւ ինչ որ մասունքներ մնում են։ Եվ ասում է, ինչ կտակ։ Մեկ ոսկիով գնում է այդ ամբողջը, բերում լցնում է սենյակ եւ հորն ասում, ահա, ես քո տված 5-ով մեկը ծախսեցի եւ այս սենյակը լցրեցի պետքականով, որ մարդկանց պետքերի համար։ Բայց հայրը քանի իմաստուն թագավոր էր, ասում է, դեռ եղբայրը չի վերադարձել, թող վերադառնա, կտեսնենք։ Եվ երեկոյան 8-ին եղբայրը, որ ամբողջ երկիրը պտտվել էր, հետ է վերադառնում, ասելով, որ խնդրում եմ, ասում է, այս ամբողջը մաքրեք այս սենյակից։ Երբ որ ամբողջ ճակնդեղը սենյակից դուրս են հանում, բերում է մեկ հատ մոմ, վառում է եւ ասում է, տեսեք, այս լույսը վանեց այս սենյակի խավարը։ Ոչինչ չծախսելով, ջանք չթափելով, մեկ հատիկ լույսով սենյակի խավարը վանեց։ Եվ հայրը թագավորությունը կտակում է կրտսեր զավակին։ Նույն այս օրինակով հայրը Աստված մեզ այս աշխարհի մեջ թողել, որպեսզի մենք կարողանանք երկինքի արքայությունը տեսնելու, զգալու, ապրելու եւ վերջում այդ արքայության մեջ մեր հավիտենական ներկայությունը ապահովելու համար։ Ոմանքս Աստծուց տրված շնորհը օգտագործում ենք մեր հոգիները աղբով լցնելու համար եւ ասում ենք, որ սա պետքական է, սա անհրաժեշտ էր մեզ, մեր այս կյանքի համար։ Մեկ ուրիշն էլ ամբողջ աղբը հանում է եւ Հիսուսի անվան լույսով իր հոգու խավարն է վանում։ Այդ աղբը Հիսուսով դուրս է հանում։ Եվ հայրը այս ընտրողին պիտի տա իր երկնքի արքայությունը։ Որովհետև ինչքան էլ որ մենք ապրենք մեր կյանքի մեջ, սիրելիներ, անհնար է մեղքի հետ չառնչվել, անհնար է մեղքով չվարակվել, անհնար է։ Յուրաքանչյուր մեկս էլ տկար ենք, մեղավոր ենք, մեղքերով ու կրքերով լցված ենք եւ ով էլ որ լինենք, ինչ կարգավիճակում էլ որ լինենք, մեր հավատքը ինչքան էլ զորավոր ու թույլ լինի, մենք անպայման այդ մեղքի վարակը, ազդեցությունը զգում ենք մեր վրա։ Եվ գիտենք, որտեղ ենք մենք տկար, որտեղ մեր հավատքը, մեր աղոթքի, խնդրանքի զորությունը չփոխեց մեզ, գիտենք, որտեղ խնդրեցինք եւ Աստված մերժեց մեր աղոթքը, եւ նաեւ գիտենք, որտեղ որ մենք սրտով խնդրեցինք, Աստված ավելիով տվեց մեզ։